Ֆրանսիան հայտնվել է ծայրահեղ շոքի ճիրաններում։ Երկրի 96 շրջաններից 49-ում հայտարարված է վտանգի կարմիր աստիճան։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, իրավիճակը կարող է էլ ավելի սրվել առաջիկա օրերին։ Արևմտյան որոշ հատվածներում ջերմաստիճանը հատել է 40 աստիճան Ցելսիուսի սահմանը, իսկ Բորդոյում այն կարող է հասնել մինչև 43 աստիճանի, ստեղծելով աննախադեպ իրավիճակ, ինչպես քաղաքային կյանքի, այնպես էլ առողջապահական համակարգի վրա։ Նարնջագույն վտանգի գոտում գտնվող տասնյակ այլ շրջաններում եւս դիմանալ չի լինում։ 63 միլիոն մարդ ամբողջ երկրում տառապում է։ Իրավիճակը պահանջում է շարունակական վերահսկողություն։ Մենք բոլորս պարտավոր ենք լինել առավելագույն զգոն։ Յուրաքանչյուր քաղաքացի հոգ տանելով իր եւ իր հարազատների, հատկապես ամենախոցելի խմբերի մասին, դառնում է այս համընդհանուր գործի մի մասնակիցը։ Կարևոր է հետևել բոլոր պաշտոնական հանձնարարականներին, միաժամանակ պահպանելով հանրային կյանքի բնական ընթացքը, տոնել առիթներ, շփվել մարդկանց հետ, բայց անել պատասխանատվությամբ, պահպանելով առողջապահական զգոնությունը։ Անոմալ շոքի հետևանքով Ֆրանսիայի իշխանությունը ստիպված լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել, ամենամյա երաժշտության փառատոնի ընթացքում արգելվել է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը։ Շտապօգնության ծառայություններն առանց այն էլ աշխատում են արտակարգ ռեժիմով, կոչ են անում հանրային վայրերում չօգտագործել ալկոհոլ եւ սահմանափակել դրա սպառումը, քանի որ շոկ եղանակին այն արագացնում է ջրազրկումը։ Շոկի ալիքի սկսվելուց արդեն մոտ 5 օր է անցել եւ տարեցների բժշկական օգնությունը կրկնապատկվել է, ուստի անհրաժեշտ է կանխել շտապ ծառայությունների ծանրաբեռնվածությունը եւ հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի պաշտպանությանը։ Իրավիճակը խնդիրներ է ստեղծել նաեւ փոխադրումների համար։ Ազգային երկաթուղային օպերատորը հորդորել է խոցելի խմբերին այս օրերին խուսափել ճանապարհորդությունից կամ հետաձգել ուղևորությունները։ Իսկ Փարիզում մի շարք գծերում արդեն կրճատվել են չվերթները։ Ես անձամբ այս տապից բավականին տառապում եմ։ Իրավիճակը մտահոգիչ է։ Այս շոքը լուրջ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա եւ առաջացնում է մի շարք խնդիրներ, հատկապես խոցելի խմբերի համար։ Ֆրանսիայի հարավ-արևմտյան Ժիրոնդ շրջանում արձանագրվել է առնվազն 3 մահ 80-ից 95 տարեկան մարդկանց շրջանում։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է շոքի ալիքի ծանր հետևանքները, հատկապես տարեց բնակչության համար, որոնք առավել խոցելի են նման եղանակային պայմաններում։ Անկեղծ ասած, այսպիսի շոքի պայմաններում երևի ավելի շատ տանը կմնամ եւ հենց որ հնարավորություն լինի, օրը մի քանի անգամ կգնամ լողալու։ Դա ճիշտն ասած ամենալավ տարբերակներից մեկն է նման օրերին։ Պետք է փորձել մարմինը անընդհատ հով պահել, ու դրա համար ամենակարևորը շատ ջուր խմելն է։ Բելգիայի երկաթուղային օպերատորը նույնպես հայտարարել է, որ երկուշաբթի եւ երեքշաբթի պիկ ժամերին որոշ գնացքներ չեղարկվում են։ Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են սպասվում ամբողջ Եվրոպայում։ Կանխատեսումների համաձայն Մադրիդում այն կհասնի մինչև 39-ի, իսկ Հռոմում 37-ի, ինչը ցույց է տալիս, որ շոքի ալիքն արդեն տարածվել է մի շարք երկրներով եւ դարձել համաեվրոպական մասշտաբի եղանակային ճգնաժամ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։